Մեկ հարց ունեմ, որը կարող է ձեզ դուր չգալ, ուր էիք վերջին 5-6 տարիների ընթացքում եւ մեր պետությունը անցնում էր դժվարությունների միջով։ Մանե ջան, ուր էի Հայաստանում, ձեր կողքին, ժողովրդի կողքին, լավ ու վատ օրերով ձեր հետ եմ եղել։ 2020 թվականին Թուրքիան զորավարություններ անում Ադրբեջանում, ինչի համար անում, զորքերա կուտակում։ Ես հավաքեցի իմ թիմին, խորհրդակցություն արեցինք, ասացի, որ լավ հոտ չի գալի, վտանգա Ղարաբաղի համար, Ղարաբաղն են կորցնելու, զոհեր ենք տալու։ Դրանից հետո որևիցե մեկը, ասենք ընդդիմությունը, քաղաքական գործիչները, պետությունը ոչ մեկ չհանդիպեց, ասեց Ծառուկյան ջան, ինչի համար ես այդպիսի բաներ ասում, ինքը ինչն է, ինչ պատճառով ես դու ասում։ Ոչ մեկը։ Այդտենց էլ մնաց։ Ես ասեմ հունիսի 5-ին, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսեց։ Այդ ժամանակ ես բանտում էի։ Իմ տղաներին փաստաբանի միջոցով իմաց արեցի, սիրտս կտոր էր լինում, որ ես 4 ամիս առաջ եմ ասել։ Տղաներից ասի տեղակ բայ, թող մի քանի միլիոն ինչքան կհավաքեն, թող Ղարաբաղ գումար ուղարկեն մեր ընտանիքի կողմից։ Անկախ նրանից ես բանտում եմ, բայց մեր աջակցություն մասնակցությունը պարտադիր է։ Ուղարկել են։ Հետո եղավ նոյեմբերի 9-ը։ Ցույցեր, միտինգներ, ժողովուրդը, քաղաքական գործիչները, այսպես չի լինի, նոր ընտրություն, նոր ապետ, այսպես չի կարա շարունակվի։ Դիմել են ինձ, ես իմ թիմին հավաքել եմ, ամենամեծ խմբակցությունը ես ունեի, ասեմ իմ թիմակիցներին, եթե ժողովուրդը ուզում է, որ պետք է լինի ընտրություն, մենք համաձայն ենք թող լինի նոր ընտրություն։ Էլ իմ թիմով պատրաստվել ենք, ծրագրեր կազմել ենք, հիմնական ամենակարևորագույն կետերը վարկային խնդիրը, որը դրած էր ոնց պետք է լուծվի, որ մենք ունենք 650,000 ընտանիք, 2,400,000 վարկառու, եղել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ պատերազմ։ Պարտավոր է պետությունը քայլ կատարելու, մարդկանց այդ ցեխից հանելու, որ լիարժեք մարդիկ կարողանային շունչ քաշեին, առողջապահության համար եղե, ուսանողության համար եղե, փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, ներկայացել ենք շատ գեղեցիկ, ոչ մեկ չի կարդացել։ Ընտրությունից հետո նորից հրավիրել եմ իմ թիմին, ասելով շնորհակալ եմ ովքեր որ մասնակցել են ընտրության, շնորհակալ եմ ովքեր մեզ ձայն են տվել եւ շնորհակալ եմ իմ թիմից։ Իմ թիմը լավ չի աշխատել, մենք լավ չենք աշխատել, չենք կարողացել ժողովրդին տեղեկացնել մեր ծրագրերի մասին, ուրիշներ ավելի լավ են ներկայացել, ես ցավը տանեմ։ Այսօր էլ թող նրանք էլ ժողովրդի առաջ պատասխան տան։ Ու մենք էլ անցել ենք մեր գործին, դրանից հետո շրջափակման ժամանակ օրը գիշեր կազմակերպելով, օգնելով, ֆուրերով, ինչ որ պետք է եղել։ Օգնել ենք ամեն ինչով, բոլորը տեղի ղեկավարությունը Արցախի գիտի, ժողովուրդը գիտի, ճանաչողները գիտեն, օգնել ենք։ Հետո շրջափակման ժամանակ բոլոր ծնված երեխան ինչքան երեխա ծնվել։ Ասեմ կազմակերպեք ոսկե խաչեր հանձնենք այդ երեխաներին, դա պատմություն է, որ նրանք կմեծանան պիտանի մարդ կդառնան, կզգան ու տեղի ժողովուրդն էլ կզգան, մենք իրաց չենք մոռացել, մենք միշտ իրենց կողքին ենք։ Դրանից հետո եղավ հայաթափման, որ ասենք թե ամբողջ հայությունը եկավ Հայաստան, դադարք եկել են, կազմակերպելով, օգնելով սնունդա, բնակարանը տեղավորել ենք, սնունդով ապահովել ենք, գործով ապահովել ենք։ Դրանից հետո սկսել եմ Քրիստոսի արձանը կառուցել։ Հիմա էլի շարունակեմ, թե էլի կա ասելու բան, շարունակեմ, թե բավարար է։ Հիմա իմ խնդրանքն է, որ այս հարցը դու են ցանկացած քաղաքական գործիչներին տաս, այն մեծ խոսացողներին էլ տվեք, որ նրանք ինչ են արել,